Սառեցնում ենք եգիպտացորեն ձմռանը տեսակ համեղաղցաններ պատրաստելու համար։ Սա շատ արդյունավետ հեշտ տարբերակ է, որը օգտագործում եմ երկար տարիներ։ Պահածոյացնելու փոխարեն փորձեք այս եղանակը։ Հեշտ է, ոչ ժամանակատար եւ հարմար է միշտ ունենալ սառցախցիկում։ Կարևորը եգիպտացորենի ճիշտ ընտրությունն է։ Վերցնում ենք պարտադիր հասած կաթնային տեսակի եգիպտացորեն։ Նորալուկ եգիպտացորենի հատիկները դժվար են առանձնանում։ Հեռացնում ենք կեղևը, մազմզուկները, սակայն եգիպտացորենը չենք լվանում, քանի որ սառեցնելու ընթացքում մեզ ավելորդ խոնավություն հարկավոր չէ։ Այսպես եգիպտացորենը սառչում է հատիկ-հատիկ եւ իրար հատիկները չեն կպչում եւ հնարավոր է լինում ընդհանուրից վերցնել մեզ անհրաժեշտ չափաբաժինը։ Օգտագործելիս ցողում ենք սառը ջրով, եփում ենք 10-ից 15 րոպե, ավելացնում ենք աղ եւ ցանկության դեպքում մի փոքր շաքարավազ։ Կարող եք նախապես խաշել, թողնել հովանա եւ դնել զիփփականով տոպրակների մեջ եւ սառեցնել։ Սառեցնելու ընթացքում մի քանի անգամ անպայման թափահարեք տոպրակը, որպեսզի հատիկները իրար չկպչեն։ Եփելու դեպքում օգտագործելուց առաջ պետք է գցել եռման ջրի մեջ եւ թողնել 1-2 րոպե։ Այս գործում ժամանակատարը եւ դժվարը հատիկները առանձնացնելն է։ Խորհուրդ եմ տալիս հանել 1-2 շարք, այնուհետև գործը շատ արագ գլուխ է գալիս։ Իսկ դուք սառեցնում թե պահածոյացնում եք, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Հատիկները առանձնացնելու համար ինձանից պահանջվեց մոտ 10 րոպե։ Կարող եք դանակ օգտագործել, այդ դեպքում ամբողջական չեն մնում։ 10 հատ եգիպտացորենից ինձ մոտ ստացվեց նման քանակություն։ Պահեստավորելու համար վերցնում ենք զիփփականով տոպրակներ, լցնում ենք մեջը եւ դնում ենք սառցախցիկ։ Ինչպես ասում են, ամառվա փուշը ձմեռվա նուշը, կարող եք օգտագործել տարատեսակ ուտեստների աղցանների մեջ։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ եգիպտացորենը սառեցնելու նման օգտակար տեսանյութ, փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։ Առայժմ